Ծննդոց, գլուխ 42 Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. Ինչու եք իրար նայում։ Եվ ասաց. լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջեք այնտեղ և մեզ համար գնեք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք։ Հովսեփի 10 եղբայրները իջան Եգիպտոս ցորեն գնելու։ Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր՝ միգուցե փորձանք պատահի նրան։ Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղի գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։ Հովսեփը այդ երկրի իշխանն էր։ Ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան, իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։ Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց։ Բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղից եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից, ուտելիք գնելու»։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։ Հովսեփը հիշեց նրանց վրա տեսած իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք, եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Եվ ասացին նրան. «Ոչ, Տեր իմ, քո ծառաները եկել են ուտելիք գնելու։ Մենք ամենքս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ ենք, քո ծառաները լրտեսներ չեն»։ Եվ Հովսեփն ասաց նրանց. «Ոչ, դուք եկել եք երկրի թույլ կողմերը հետախուզելու»։ Նրանք ասացին. «Մենք, քո ծառաները 12 եղբայրներ ենք, Քանանի երկրում մեկ մարդու որդիներ, ահա մեր կրտսերն այսօր մեր հոր մոտ է, իսկ մեկը չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Հենց այս խոսեցի ձեզ հետ, ասելով, թե դուք լրտեսներ եք։ Սրանով պետք է փորձվեք։ Փարավոնի կյանքը վկա, որ դուք դուրս չեք ելնի այստեղից, եթե ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։ Ձեզնից մեկին ուղարկեք, որ բերի ձեր եղբորը, իսկ դուք կբանտարկվեք, որ փորձվեն ձեր խոսքերը, թե արդյոք ձեր ասածների մեջ ճշմարտություն կա։ Եթե ոչ, փարավոնի կյանքը վկա, որ դուք լրտեսներ եք»։ Եվ 3 օր բանտարկեց նրանց։ Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Արեք այս, որ ողջ մնաք։ Ես Աստծուց վախեցող մարդ եմ։ Եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկն արգելափակված մնա ձեր բանտարկված տան մեջ, իսկ դուք գնացեք, ցորեն տարեք ձեր սովահար ընտանիքների համար, և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։ Նրանք ասում էին միմյանց. «Իրոք, մենք հանցավոր ենք մեր եղբոր հանդեպ, որովհետև տեսանք նրա հոգու տագնապը, երբ նա աղաչում էր մեզ, բայց չլսեցինք։ Դրա համար էլ մեր գլխին է գալիս այս նեղությունը»։ Ռուբենը պատասխանեց նրանց և ասաց. «Ես չէի ասում, թե այդ տղայի դեմ մեղք մի գործեք, իսկ դուք չլսեցիք։ Եվ ահա հիմա նրա արյունն է պահանջվում»։ Բայց նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում էր, որովհետև նա թարգմանչի միջոցով էր խոսում իրենց հետ։ Եվ Հովսեփը, առանձնանալով նրանցից, լաց եղավ։ Ու վերադարձավ նրանց մոտ և խոսեց նրանց հետ։ Ապա նրանց միջից վերցնելով Շմավոնին, նրանց աչքի առաջ կապեց նրան։ Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։ Նրանք, իրենց ցորենը բարձելով իրենց էշերի վրա, մեկնեցին այնտեղից։ Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը կեր տալու համար իր էշին և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին, և ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, ահա այստեղ իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը խռովվեց և վախենալով ասացին միմյանց. «Աստված այս ինչ արեց մեզ»։ Ու եկան Քանանի երկիրը իրենց հոր Հակոբի մոտ և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ, և ասացին. «Այն մարդը, որ այդ երկրի տերն էր, խստությամբ խոսեց մեզ հետ
եւ մեզ դրեց իր երկիրը լրտեսողների տեղ։ Նրան ասացինք. մենք ազնիվ ենք, լրտեսներ չենք, մենք 12 եղբայրներ ենք, մեր հոր որդիները, մեզնից մեկը չկա, իսկ կրտսերն այսօր մեր հոր մոտ է, Քանանի երկրում։ Այդ երկրի տերը եղող մարդը մեզ ասաց. սրանով կիմանամ, թե դուք ազնիվ եք։ Ձեր եղբայրներից մեկին թողեք ինձ մոտ, ձեր ընտանիքի համար ծորեն վերցրեք եւ գնացեք։ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ բերեք, որպեսզի գիտենամ, թե դուք լրտեսներ չեք, այլ ազնիվ եք։ Ձեր եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ եւ այս երկրում առևտուր կանեք։ Երբ նրանք դատարկեցին իրենց պարկերը, ամեն մեկի փողի քսակն իր պարկում էր։ Իրենք եւ իրենց հայրը տեսան փողի քսակները եւ վախեցան։ Նրանց հայրը Հակոբը ասաց նրանց. ինձ անզավակ թողեցիք։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, Բենյամինին էլ եք վերցնում։ Այս բոլորը ինձ վրա է գալիս։ Ռուբենը խոսեց իր հոր հետ եւ ասաց. իմ երկու որդիներին սպանիր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ։ Հանձնիր նրան իմ ձեռքը եւ ես նրան կվերադարձնեմ քեզ։ Բայց Հակոբն ասաց. իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև նրա եղբայրը մեռած է եւ նա մնացել է մենակ։ Եթե նրան մի փորձանք պատահի ձեր գնացած ճանապարհին, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք։